Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներին, բոլորին, ովքեր դիտում են ինձ, նայում են ինձ, թող օրը ձեզ համար լինի խաղաղ, ինչ գործեր որոշել եք, թող կատարվեն հաջողությամբ, անփորձանք օր եւ առողջ եղեք։ Ես էլ կոֆես եմ պատրաստում, ինչպես միշտ, խմեմ, որ գնամ աշխատանքի։ Հրաշքզուն ծաղիկներս էլ արդեն խռովել է, չեն խռովել, թառամել են, միգուցե խռովել է, հողից պոկեցի ու բերեցի, բնության գրկից հանեցի, այստեղ ինչ եմ արել, մինչև կոկոս կլինի, ոյ, ձայնով, շուխուրով, մեզ ձեն ահանում, որ այդ բարձրանալու պահին կողքի սենյակն էլ լինես, այս ձենից արդեն գիտես, որ կոֆեն թափմա, վազվազ գալիս եմ։ Մի կողմից լավ է այդ ձենը, զգուշացնում է ինձ։ Այստեղ ուրեմն ինչ եմ արել, լոբի եմ թռչել, սիրելի հետևորդներ, երեկոյան լվացի, թռչեցի, որ գամ այսպես շատ ավելի արագ է լինում, կգամ, կդնեմ կեֆի, ինչ որ ուզում եմ, կպատրաստեմ, որ ճիշտն ասեմ, դեռ չեմ որոշել ինչ եմ պատրաստելու, բայց մի համով բան կպատրաստեմ, կամ լոբով ջրալի ճաշ, կամ էլ լոբով հաց, ժանգյալով հացի նման, հատուկ խմորկա կպատրաստեմ, բայց ջեռոցում կթխեմ, շատ համով լինում, սիրած վայրում, անկյունում, տաքերը որ ընկնի, արդեն պատշգամբում կխմեմ, հավեսին տակ, կնստեմ այն իմ սարքած անկյունում ու կոֆես կվայելեմ, իսկ առայժմ եմ այստեղ։ Այնքան եմ մտածել, սիրելի հետևորդներ, այնքան եմ մտածել հողամաս գնալու մասին, երեկ ճիշտ է ցանկություն կար, որ գնայ, մենակ էի, գարնան բերան, ռիսկ չեմ անում, մենակ էի, ասում էի, բա որ արջը այնտեղ լինի, մտածում էի, բա որ արջը այնտեղ լինի, այդ մտքով էլ քնեցի, ամբողջ գիշեր երազիս արջն եմ տեսել, արջ եմ տեսել, քրքիր ու վախենալու երազներ եմ տեսել, արջներ ի հայտ եկել, գետի են առվակի ջուրներ շոտոցել, չէի կարողանում անցնել այն կողմ, բա հետ էլ իմ երազները մտքերով քնել եմ, հավատացեք ամեն օր ինձ տանջում միտքը, որ գործից գալիս եմ, չեմ կարողանում գնալ, պետք է մի քիչ ռիսկավորվեմ, որ գնամ, բայց ժամանակն էլ թռնում է, ժամանակը թռնում է, պետք է գնամ։ Հիմա կասեք նազո, դու վախեցող աղջիկ ես, ինչ ես տենց բաներ մտածում վախենում, երազա, տեսար անցավ գնաց, բայց գիտեք իմ բնավորությունն էլ խասյաթը, որ մտքիս դրի, գլուխս կվերցնեմ ու կգնամ։ Բան էլ ասեմ, սիրելի հետևորդներ, բոլորդ էլ այդպես կհաստատեք, որ որտեղ կոֆե խմես, մեկը քո տան կոֆեին չի հասնի, քո տան կոֆեն ուրիշ համ է, ուրիշ հոտ է, կարող է նույն կոֆեն լինի, որ դնեն, նույն տեղից գնաց, առած, բայց այն համն ու հոտը չունենա։ Մի այսպիսի հետաքրքիր փաստ կոֆեի մասին։ Կան մարդիկ, ովքեր պնդում են, որ կոֆեն վնաս է առողջությանը, իսկ կան մարդկանց այնպիսի խումբ, ովքեր պնդում են, որ կոֆեն իհարկե քիչ քանակությամբ առողջարար է։ Հիմա չգիտենք, որն է ճիշտ, որ սխալ, բայց մի բան կասեմ, որ մարդ կոֆե խմում է, մի քիչ թարմանում է, մտքերը իմի է բերում, գլխացավը անցնում է, այդ շշմածությունը անցնում է, դա այդպես նաև այս կոֆեի նստվածքին, այս որ կա, այս լցնեք մի հատ ամանի մեջ, մի անգամվա լվանալու շամպուն լցնեք, ձեր մազերը լվացեք, կտեսնեք, որ փարթամանում է, աճ կզգաք, մազերը ավելի փայլուն, խիտ են դառնում, նաև կոֆեյով ես ձեզ ցույց եմ տվել դիմակը ձվով, դա էլ շատ ընտիր դիմակ է, այլ կոֆեյի օգտակար հատկությունների մասին։ Մեկ էլ հիշեցի, որ երեխա ժամանակ, այն ժամանակ սենց աղացած կոֆեներ չկային խանութներում, կանաչ կոֆեներ, իհարկե գարիշնևին էլ կար, կանաչ կոֆե էին առնում մերոնք,
բովում էին, այդ բովելուց այդ ինչ հոտ էր տարածվում ու լցնում էին սինի մեջ, դնում էին, որ սառի։ Մենք երեխա էինք, գողանում էին, լցնում էին գրպաններս, մտնում սեղանի տակ կամ ինչ որ մի անկյուն ու այդ կոֆեն ծամում էի հատիկները կրտ դուր էր գալիս ինձ այդ դառնություն։ Մամաս է որ տենում էր, մեր վերջը տալիս էր, սևներս տալիս էր։ Կոֆես խմեցի, մի հատ էլ գնամ իմ հերթական ստուգումների, դուրս գամ, պատշգամ, իհարկե այս կողմից ես նայում եմ եղանակը, այնքան էլ անպած չէ, այնքան էլ անպած չէ, դեռ արևը դուրս չի եկել, նոր դուրս կգա, կերևա ինչ է կատարում, բայց ասեմ, որ երեք շատ շոկ էր, ահա, որ նույնիսկ ահա, որ շոկ էր, այն որ հաստ կուրտկայով արդեն շոկում ենք, մտածում ենք կոստյում, պիջակ գնելու մասին, մի թեթև բան լինի, հետ էլ տեսնենք որտեղից գնենք, ես գնենք Երևանից կարելի է վերցնել Եղեգնաձորում, Վայքում, մի կարգին այտենց հագուստ, ինչ որ բաներ չկան, այն օրը մանեկանք խանութներով, հնություններ, նորմալ բաներ չկան, մեղադրելու էլ չի, մեր մարզում մի քիչ շարժը այն չի, համեմատած ուրիշ մարզերի հետ, այստեղ մի քիչ այն չի, առևտուր չի լինում, չգիտեմ ինչից է, հիմա կասեք բողոքում ես, չեմ բողոքում, իրականությունն եմ ներկայացնում, գիտեմ մարզեր, որ ավելի եռուզեռը շատ է, տուրիստները շատ են գնում, արկ ու վաճառքը շատ է լինում, մեզ մոտ այնքան էլ այն չի, չնայած չբողոքեմ, այսպես էլ մնանք, շատ գոհ ենք, Տեր Աստված փառք քեզ ամեն ինչի համար, ամեն ինչ որ ունենք գոհանում ենք, բողոքելը լավ բան չէ, ինչքան բողոքում ես, նվնվում ես, ամեն ինչ կտրվում է, սենյակից դուրս գամ, պատշգամ երեխաների սենյակից չէ քնած է, ցուրտ է, դե առավոտ շուտ ապարզացուրտ կլինի, տեսեք ամբողջ ձյունը հալվեց, երկորվանը մի հատ լավ տաք արեց ու ամբողջ սարերի ձյունն էլ հալվել է, Հողամասի կողմը էլ չեմ ասում, հիմա այնտեղ արդեն չոր է, աշխատանքները կարելի է սկսել, տանն էլ չեմ շաբաթ կիրակի գոնե կգնայ։ Սիրելի հետևորդներ, բարևներ, սեզոնը բացվեց, ծանոթ ճանապարհ, գնում եմ Հողամաս, աշխատանքից եկել եմ ու Հողամասի ճանապարհը այնքան տաք է մեզ մոտ, որ էլ չասած, մի քանի օրվանը տաք, որ կարելի ասել արդեն կարճաթևով էլ կարող ես ման գալ, և գնացինք Հողամաս, աջ ձախ դեպի դաշտերը կանաչ, ձյունն էլ հալվեց, այս մասերում էլ արդեն ձյուն չկա, հիմա իմ հետևորդները կասեն մենակ ես գնում, մենակ չեմ գնում, չգրեք, հեսա գնամ տուն ենքան կգրեն, մենակ ես գնացել, մենակ չեմ գնում, մենակ չեմ հասնում, չես կեզ բան ասում դու, գնանք տենանք, ինչ կա չկա, ման գրենք, ճան գրենք, ծառները էտելու ժամանակն է, կտրելու, վառելու, մենակ պաժար չգցենք, մնացածը հեչ, այն պաժարը են ինչ արեց, ձեր բաղջան չէր վնասել, չէ, վնասել էր, ամալին էր շատ վնասել, Ես էտո Քանիսին ես գնում գիշերը? Հա Հա Լավ է էլի
Մաքրե, կտրտե, հավեսին։ Հայ, այս աշխատանքը խանգարում է, չես կարում։ Այս սեզոնն է հետ կընգնի բաղջեն։ Այս էլ մեր կանգառն է։ Ստե միշտ պոպոկը կտրել են, հա, պոպոկի ծառը կտրել են։ Իսկական աշխատելու եղանակ։ Կարող է։ Ով կա։ Ուրա։ Բաղջան, հա։ Ով կա հողամասուրում։ Մարդ չկա։ Դե որ չկա, չկա, մենք եկանք։ Ում ջուրը կտրենք։ Դուխով գալիս ենք։ Չէ, վախենալու բան չկա, Սաթենիկ գնա։ Մոտիկը։ Ես որ մի հատ լսեմ, կիմանամ տարածքներում ով կա, չկա, բան է չկա։ Ես am առաժոն է կլնի արդեն են ես տոքը։ Տոքը է կլնի։ Լավ տոքը։ Ես էլ ցեխոտ տեղեր նայ ոտնահետքեր բան չկա։ Կովի ոտի տեղա, ավտոյա գնաց է, բայց շատ էլ ավտոյա գնաց է, որ չեն գնաց է, հեն է մեծ ավտո ոնց որ, մեծ ավտո, ոտնահետքեր, լավ է ջուր կա ոնց որ, հավեսա, ջուրն է պղտոր, հալվում է դրա համար վերևներից ձյունը հալվում է, պղտոր է ջուրը։ Զորոձածան գալիս է, բայց բաղջա։ Հա, սրանք կովի ոտի տեղեր են։ Այսօր է եկե ինքը, բաղջա, ծառերը ներկե, բա, ասիմ իմ ծառերն է կներկես, ոնց որ եթամ տենամ ներկելա, թե չէ։ Հա, բապտի ներկեն։ Հեն ավտո եկավ, տեսար որ ասում եմ, ավտոյա գալի եթում, պաժար-մաժարա տվե։ Վայ, հասամ չեխական կողպեքիս։ Վայ, կարոտել է, իմի տարի չէ եկե։ Բա, չորա, լրիվ աշխատելու է։ Չորա, չոր։ Լրիվ աշխատելու։ Հա, չեխական կողպեքիս հասա։ Են որ արդեն գալիս ես հողամաս, սիրելի հետևորդներ, բարևներ, այ հիմա իմ հողամասից։ Հասա, չեխական կողպեքս եմ բացում, կարոտել եմ հողամասիս, չեք պատկերացնի, ինչքան հաճելի է, որ սկսվեց հողամասի աշխատանքները, պետք է մանգրեմ, վառեմ, 1000 ու մի գործ կա, ես էլ իմ չեխական դարպասը, ոյ, հրաշք, ոս այդ անտեր արջը հենց տերանք պիտի գար, որ մի հալալ բաղջային գար, հալալ հողամաս էի գալի էտել, հեն չէ լավ, այսպես մտնենք ներս իրար հետ, մտանք ոտներս խերով լինի, ուրեմ սիրելի հետևորդներ, տեսեք ես հողամաս չեմ եկել, բայց իմ ծառերը ներկել են, էտել են, շնորհակալություն եմ հայտնում Զորոձածային Տիկին Ամալիայի ամուսինն է, եկել է իրանց, ամուսինը եկել է իրանց հողամաս ծառերը էտել է և դեղ է կսել բլոչներից
պաշտպանելու համար, հավեսին էլ էտելա, սրանք չորնի սլիվայի ծառեր են, հույս ունենամ, որ այս տարի բերքի կգա, շնորհակալություն, գնում ենք առաջ, տեսեք հողը ինչքան չոր է, անցած տարվա այդ քյոլերը այդպես հանել ենք, գցել, բայց չենք արել, մանգռով կմանգռնեմ, մանգռը վայքի բարբառով է, գրական փոცხա, արտաշատում էլ ճանգռիկ ենք ասում։ Այստեղ էլ ենք էլի կոլոն է, կույտ եմ արել, կվառենք, սա ստուգում էր մարզայի 5 քյոլերը, չեմ հանել, չեմ հասցրել, մի լավ մաքրվել, մաքրում է պետք այստեղ, մաքրենք, վերևի հատվածները մի հատ տեսեք, արևի շողքն է անգնում, խանգարում է, բաց է, որտև անցած տարի այրվել էր, պաժար էր, այրվել էր, տեսեք այս ծառերս էլ է դեղ արած, բները ու գիլասի ծառն էլ հավեսին էտել է, և այս կողմի վրա էլի 3 հատ դեղցի ծառ, էտած, սիրուն քիփլիկ էտել է, լավ էլ փնդել է, շատ լավ էլ փնդել է, այս դեղցի ծառը ասեմ, որ ինքը վաղահաս, միջահաս նարինջ սորտի դեղց է, անցած տարի մի հոտ 3 հատ էր ծաղկել, 2 բերքը հեչ եղավ, մեկը մնաց, ընտիր էր, համով դեղց էր, տարամ Լիլիթին, Լիլիթս կերավ, մի փոքրիկ կտոր էլ ես համ տեսեցի, որ տեսնեմ ինչ համի է, ինչ ձևի է, ելակներն է պետք է մանգռնեմ, աշխատանք ու աշխատանք, մի հատ գնամ տեսնեմ մանգռը որտեղ է, հիշում եք, որ այս ելակները աշնանը մաքրեցի մեջերը, բայց էլի պետք է մաքրեմ, այս վերի մասը, որ ահա որ խիտ է, պետք է ամբողջը մաքրեմ, ոյ, այստեղ են չէ ասում, մի հատ այսպես նայեք, այստեղ են չէ ասում, անի ավերակներ, են ներքևի հատվածը մաքուր է, այս վերևը ոչ, այս տարի այս ամբողջ այսինց վարել եմ տալու, որ այս խոտերն է վերանա, այս հատվածը սիրելի հետևորդներ, սոխ եմ անելու, ընտիր սոխ, արդեն տանը գծագիրը գծել եմ, իհարկե էլ եմ ասում, հաջողություն լինի, Աստծուց հառաչել, չընկնենք, ամբողջ տերևները թափվել, չգիտեմ, սիրելի հետևորդներս, խաղողներն է պետք է էտեմ, հազարումի գործ, սա էլ աստիճանները, ամբողջը պետք է մաքրեմ, կտրեմ, աստիճանները, սա էլ նստելու տեղ, այս ծառի տակից էլ մառաժոններն են աճում, դեռ չեմ բուսել, շուտ, ամենաշուտը ստեղի մառաժոն է լինում, բա սրանք այս տարի իմ հողամասի վերջի անգամ ոնց լվացե շուռ եմ տվել, այդպես էլ մնացել է, այս անգամ այս տարի մի հատ տեղ եմ սարքելու, որ լցնենք, հիմա ես ինչ անեմ, մանրից գործ անեմ, ես մանգռը վերցնեմ, ահա, մանգռը վերցնեմ, մի քիչ գործ անեմ, այսքան եկե հասել եմ, բայց չանեմ, մի հատ հավեսին նստեմ, վայելեմ տեսարանը, 4 կողմը ամայի 4, մեղուների տզոցն է, բզոցն է լսվում, այս կողքի ծառի վրա են, պնդուկի ծառ է, դրա վրա են, բզբզում են
տզում են, աշխատում են, աշխատող ուժերն են։ Հողամասում ես եմ եւ մեղուները ջրաջան աշխատում են, ես էլ ջրաջան եկա հողամաս, որ տեսնենք ինչ է կատարվում, ինչ պետք է անենք։ Չեմ անում, որտից սկսեմ, որտից ելնեմ։ Դժվար է շատ, մենակ մարդու բան չի, թթու է թան չի, ամեն մարդու խելքի բան չի, մենակ մարդու բան էլ չի, անհամբեր սպասում եմ, երբ տղաս կգա, գոնե մայիսին տարած լինեին բանակ, մայիսին շուտ կգար, իրա տունը, տեղը ինձ կօգներ, շատ սիրուն հողամաս կսարքեինք տղայիս հետ, այս տարի մի քիչ գեղեցիկ պետք է մշակեմ, անցած տարի չէի հասցնում, թե չէ 6 տարի որ տղես եկավ տեսավ, վրաս հաստատ խոսալու է սիրելի հետևորդներս, կասի իտ ինչ ես արել, ինչ ձև ես մշակել, ինքը իմ մշակածը չի հավանում, պատկերացնում եք ինքը ինչ լավ հողագործ է, ինչ հավեսին հողը մշակում է։ Այսօր իհարկե այսօր ստուգում էր, նենց կարող է կիսատ պռատ աշխատեմ, ստուգում էր, եկել եմ ստուգման, նենց լիովին գործ չեմ անի, չխոսակ վրես, չասեք արածդ գործը ինչ է, ես գալ, տենալ, մանգալն էլ կարևոր էր։ Ուսապարկս իջացնեմ, ահա, ձեռնոցներ եմ բերել, պետք է անպայման հագնեմ, բայց չեմ իմանում, որ կողմից սկսեմ, որ կողմից թողնեմ։ Բախն ես բերեց, ինչ որ մի մեքենա էլ է եկել այն կողմի վրա, տարածքում մենակ չենք։ Էй Նազո ջան, դե մանգռի։ Իհարկե այստեղ ավելել է հարկավոր, որ ավլեմ։ Բա, այս է բաժար տալու չնայած պետք է, որ բաժար տանք, քիչ բաժար տամ, չբռնվի, կրակը վերցի եթա, չոր խոտեր և վերևի մասերից եմ սկսում, ավել պետք է վերեմ, Ոյ, մեկ այսքան է մանգռեմ, պետք է իրանց, ինչ անեմ, մեկ այսքան է մանգռեմ, ավելա պետք, պետք է ավել բերեմ, ավլեմ, որ ոչ մի տերև չմնա, սա ուղղակի թեթև,
Եվ երևի վառեմ այնտեղ, բոլոր տեղերը ծառը ճուղ կա։ Խաղողները սերևաց են։ Կարգին մեծացել են խաղողները, պետք է էտվի, բուգները փորվի, սա այսպես։ Այս կպչան խոտերն են, ահա որ չայիրները պետք է արմատով հանեմ։ Հիմա նես լավ դուրս է գալի, փափուկ է հողը, հավեսին արմատով դուրս է գալի, հաղարջներն են, սեսմարոջինայի ծառերն էլ են ահագին մեծացել։ Ճիշտ է գործ եմ անում, բայց սենց ուշադիր ձայներին եմ հետևում, կաքավների ձայնն է գալիս, կրկրում են կաքավները, մի հատ էլ դփոց եկավ։ Ասայսի հոնի վրից էդ կցին դել։ Սա օմփուշ մոշ է, վահո, ինչքան է երկար է, պիտի տնգենք։
Շլորի ծառը։ Ստեղ ես չայրները քանի արմատով փափկել է հողը հլնում է, պիտի հանեմ։ Անտեր չայրներ։ Ինձ շուտ աճում։ Մի լավ բան ցանես, ինձ չի աճի, ինչպես չայրները։ Դրա համար այս տարի այստեղ էլ վարել կտամ, թող արմատներով դուրս գան վերանը։ Իս ինչ արմատեր։ Քանի որ այսօր համպատրաստից եկա, սուրճ, բան չեմ բերել։ Անցած տարվա կոֆեից կա, բայց համ կտա, չեմ դնի։ Փշոտ մոշերն էլ։ Այստեղ ես խաղողի մատեր եմ դրել, լավ սորտի, կպել են, պետք է տեղափոխեմ առանձին, տես լավ արմատով հլնում է։ Հանակի ահագին գործ արեցի։ Փշով մոշա։ Ինքոն է շուտ են աճում։ Աճե երկար է ուրը հասե։ Արմատա տվել։ Ծայրը գնացել է այն կողմի վրա ու արմատա տվել։ Մեզ էլ պետք չի։ Անույր ես բաներ։ Հավա էլի մաքրությունը, տեսեք, մեկ ակնթարթում այսքան տեղ մաքրեցի, բայց հաստատ այսօր պաժար չեմ տա, երբ որ հողամասերում շատ մարդիկ լինեն նոր, մի հատ տարածները մաքրեմ, հետո նոր։ Ես էլ ամփուշ մոշա, բայց հաստատ ստեղից հանելու եմ, իրա տեղը հեշտ լավը չի, պետք է ուրիշ տեղ տանեմ։ Սա այսպես, այս մասը չէի մշակում, այս ամփուշ մոշից ենքում չէի մշակում, հիմա այս մինչև ցանկապատի տակը վարել եմ տալու, այս մոշերն է կհանեմ, ամբողջը այստեղ էլի ամփուշ մոշեր են, ուրեմն նայեք, մտել են, արմատակալել են, որտեղ մտելա, արմատակալելա, սրանք առանձին լավ տնկիներ կլինեն, կվերցնեմ, կտանեմ, կտնգեմ, չեմ գա։ Անիր ես։ Սա սիզախոտն է, ասում եմ անիր ես, բայց գիտեք, ինչքան բուժիչ օգտակար հատկություն ունի սիզախոտը, մեր համար է, անպետք ենք համարում, բայց շատ բուժիչ է։ Քանի ես խոտերը լավ քեշինա,
Ես է կհանը անիրեսի պես մի հատ էլ ես ելակների կողմը թեքվեմ, ելակները ամենը առաջինը պետք է մաքրվի, բուրա ելակ ուտելը շատ լավ բան է, մաքրելը ահա որ է, ինքան է խտացելը, արվի մեջերից պետք է հանեմ, գցեմ ու կարելի է անել, քանի հով է, ափսոսելը բայց պետք է հանը ինձ պետք չի արվի մեջերի ելակը ինչքան նոսր լինի այնքան լավ Բայց էլ պետք է ունենայ ուրա պետք է փորեմ նեղանան, չնեղանան ելակները որ ջուր գնա որ ջուրը լավ գա նենց է արմատներ են գցե թռչունների ձենը, երգը, ես ինչի օրմոտները, ուй
ճյուղերը վերացնեմ, որ լավ աճ նկատեմ։ Նենց է լավ սորտի ելակները բայց դե ինձ պետք չի որ խիտ է լինում բերքը այն չի լինում նեխում իսկական աշխատելու եղանակ է հողի հետ իսկ տեղը տեղին քեշին ամենաշուտը ելակն է աշխատում մեզ մոտ մայիսին հա ելակը կլինի ես էլ շուտա հասնում օ ինչքան շատ ելակ ունեմ դի տեղը տեղին մշակեմ այս տարի ձոլերը բացեմ որ ջուր խմի սիրուն մի քիչ որ տնդացավ էլ չի լինի էլ չեմ նայում մեծա փոքրա պետքա պիտի անեմ բացեմ ինչ խիտ անցել տարի ափսոսս եկավ չարեցի ասի թող շատ կլուբնիկ լինի բայց չհասցրեցի հավաքեի կեսն էլ նեխավ չջրվեց ջուր չէր գնում չորանում էր այս տարի հեսա սիրուն կբացեմ հետո էլ դանակով կնոսրացնեմ
որ լավ լինի։ Չգործա, նայում եմ սիրտս ճաքում է, Աստված ջան ինձ ուժ տուր, եռանդ առողջություն, որ կարողանամ մաքրել, իհարկե շատ դժվար է, գործը չէ, աշխատանքի հետ համատեղել եմ, մինչև գնում եմ, գործի գալիս եմ, օրը ճաշ է դառնում, չնայած օրերը երկար են, բայց դե դժվար է, դժվար։ Հին դույլ է կարելի է բերել, որ այս խոտերը մաքրեմ, լցեմ մեջը։ Սիրելի հետևորդներ, նայեք, ջրի տեղը բացել եմ, այս մեկը էլի կխորացնեմ առաջինը, որ ջրվի համել ելակը թմբերի վրա աճի, նեխում է, խիտ է լինում, նեխում է, հեսա նոսրացնելու եմ դանակով էլ սիրուն, այսքանը այս զոլերը բացեցի, այս թմբերի վրայինն էլ կմաքրեմ, մինչև տակ տեսեք, մինչև այն հին սպիտակ ցելոֆանը ելակա, այս առուները բացեմ, ասնազո կշտանալիք էր, սիրելի հետևորդներս, այս ամբողջ ելակը տղաս է բերել Սատիլը, ինձ ասեց մամա, որ ես գնամ բանակ, դու գիտեմ ստերանք էլ էլի բան կցանես, կտանջվես, ավելի լավ է ելակ անեմ, համա ելակ շատ են սիրում երեխաներս, իմ տղայի Սատիլա ծնա, ուզում եմ տեղը տեղին մաքրեմ, որ հունիսին գա, այս ելակներից հաստատ կլինի կուտի իմ տղան, կգա իրա մշակասցան աճեցրած ելակներից կուտի, այն ներքևի զոլերը աշնանը հիշում եք, մի քանիսը բացել եմ, այս մեջտեղի հատվածն է շատ խիտ, շատ խիտ, այն կողմի վրա էլ քեֆ են անում, երևի երաժշտության ձայնն էլ լսում եք, մենք էլ պարելով գործ անենք, արշն է կլսի չի գա, ներքևի կողմը քեֆ են անում, երաժշտության ձայնն է բարձր, արշն է աղմուկից վախենմա, չէ, Էստե Խոսրովի անտառն է, այնքան խիտ է, Խոսրովի անտառ, բա, հետ կքաշեմ կտանեմ այն կողմի վրա, այս վայքի դաշտերով, սարերով ման եկա, քանդեցի, փորեցի, էլ ծակը ծուկ, էլ որտեղ ասես գնացի, այդ որտեղ ասես ման եմ եկե, ասա մի հատ ոսկի ճարեիր էլի, այսքան չէր տանջվի, հա, կել,
Հեթանք։ Հա։ Արդեն լեթալու ժամանակն է գնալու, հարցնում է Նազելի, չէ թանք, Նազելը ով լնի գիտեն, Նազելին կմնա այստեղ։ Բայց դե սիրելի հետևորդներս քիչ գործ չարեցի, ես էլ է եկա աշխատանք։ Ես մի զոլն է բացեմ։ Շարունակությունը հաջորդ սերիայում։ Բահում անգր այստեղ թող մնա, քրտնեցի, ձեռնոցներս հանեմ, շորս գցեմ վրաս քրտնել եմ, չհիվանդանամ ու գնանք։ Ձեռնոցները մեջ անեմ, դնեմ ստե, օպլա։ Ես էլ գցեմ վրես։ Գործ արեցիր գոնե։ Ես էլ ես ելակները բանարիմ, մանգրնիմ ու էթանք, լավ։ Հանիմ կցիմ։ Հա, որ անեմ արդեն բացում եմ, լավ սորտ այն, որ միշտ լնում է, որ մյուս անգամ գաս կասես կտամ, ընենց լավ սորտ է, կցում եմ, շատ խիտ է, անպայման կտամ, ահա այսքանը մաքրեցի, այսքան մաքրեցի դեր, հլը տեսեք իշքան կա, այսքանը կա, հեն էլ մի օր որ գամ կլինի, բայց սրանք աշունը արել եմ, մնման նորից այդ չորերը բանանեմ, մաքրեմ ու վերջ։ Անով լիներ, ես կմնայի հողամասը, քանի որ տիկին Սաթենիկը շտապում է, պետք է գործի գնա, փորն է աշխատում հացի, ես էլ պետք է գնամ, մենակ չեմ մնակ, ամենակ չեմ թողի, ընկերովի եկել ենք, ընկերովի էլ կգնամ, չոր հողամասը, իսկական վարելու, ցանելու, տենամ երբ կան, որ սացիլանոցը սարքեմ, թե չէ հետ կընկնի, ուշ կլինի, սատիլանոցն էլ որոշել եմ այս դրան մոտ, այս հատվածում անեմ, այստեղ շատ լավ է հողը, ու գնացի, չեխական կողպեկով փակեմ, այս տարի լավ է, անասուն չի մտե հողամասը, ավր է չղկլը փակ, արդեն կոդը դրել եմ, ոչ մեկ չի կարա բացի, դե ինչ գնացի տուն սիրելիներս, ես ուրախ եմ, որ եկա հողամաս, երևի դուք էլ ինձ նման կուրախանաք, որ վլոգը տեսնեք, կոնոշն է լավ եղել է, են ինչ դարդոտատ երգեր են լսում, են ինչ դարդոտատ երգեր են լսում, լավ այլ մենակ չենք, լավ բաղչեքի աշխատելու ժամանակն է, չոր, չէ, մի 5-6 առու ելակ մաքրի, գնացինք, հա ինչա, ես էլ մեր հողամասի արվակի ջուրը, որ հոսում է սարերից, լեռնային աղբյուրների ջուր է։ Սիրելի հետևորդներս վերադարձանք, գետի մոտ ենք, Արփագետի մոտ և գնում ենք տուն, ինչքան կարեցանք, այնքան էլ աշխատեցինք, ինչքան կարողացա, այնքան էլ գործ արեցի, քիչ, մեկ է կտեսնեմ, որ շատ գործ եղավ։ Եղինջների մոտ ենք, ենքան հիմա լավ եղած կլնի եղինջները
կուտապ սարքեինք, էլի ուտեինք, հավես անենք, կարելի է հավաքել։ Օձերն է կլնեն է արդեն։ Սիրելի հետևորդներ, հողամասից էլ վերադարձա եւ ուտելիք եմ պատրաստում։ Արդեն են վերջի պահերն է։ Մի լավ սոխառած եմ արել, ահա, սոխը տժտժում է։ Սոխառածին ավելացնում եմ կարմիր պղպեղ։ Մի հատ լավ խառնում եմ։ Անջատում եմ, որ այդ պղպեղը չդաղվի։ 1 գթալ տոմատ եմ լցնում։ 1 գթալ տոմատ, լոբին էփելա լավ, այս սոխառածը սիրուն լցնում եմ այստեղ, կարտոֆիլ, ոչ մի բան չեմ լցնում, կարտոֆիլով չենք սիրուն, չեմ էլ փորձել ճիշտն ասած, միշտ մամաս էլ այս տարբերակով պատրաստել, ես էլ դե տեսել սովորել եմ, ուրիշ ձևով չենք պատրաստում, փոշի եմ տալի և մի գթալ էլ էլի կարմիր պղպեղ եմ լցնում ալուրի փոշին ու խառնում, որ սպիտակ չլինի, համել այսպես ավելի համով է, թողեք այս ճաշին նաև աղացած ընկույզ էլ լցնել, բայց դե հողամասից եկել եմ, ով էր դնում ընկույզ աղում, ես էլ այսպես փոշին էլ կտամ ու կխառնեմ, փոշին ավելի համեղացնում է, համովացնում է, ինձ հիմա կգրեք կասեք ալյուրը սոխառածի հետ լցներ, այսպես եմ ես լցնում, մի գթալ աղ, լցրել էի, բայց դե պակաս էր, 3 երեկոյան էի թռչել լոբին, հողամասից եկա, դրեցի վրան էփվեց ու հիմա սարքում եմ, շատ շուտ էփվեց, էլի ինչ համեղ ճաշ առանց իմ սիրած կանաչիների, չորացրած ծիտրոն, այս ճաշին մենակ դա է սազում, դա մեկ էլ հիմա կլցնեմ չորացրած ռեհանը, այս երկու կանաչիներն են համովացնում, մի հատ էլ թող եռա այդ ալյուրի համը դուրս տա, պարտադիր փոշին հացը, ալյուրի փոշին երբ որ լցնում ենք, պարտադիր պետք է թողնենք, որ ինքը եռա ալյուրի համը վերանա, մի հատ տեսեք ինչ ախորժելի տեսք ունի, դա ինչքան համով է լինում, էսի լավաշով, չոր լավաշը փրթես, փափուկով, թթվով ուտես, քանի որ թթվի անուն տվեցի, տեսեք ինչ մարինատով ենք ուտելու, դդմիկի մարինատ է, կտրատել եմ, բամյա է, պղպեղ է ու փակել, շատ համով է, շատ, ոչ թե համով, այլ շատ համով, սա հեսա կբացեմ, դե ինչ, այստեղ էլ ես պետք է ցույց տամ իմ նվերները, ինչ նվեր, որ այդքան շատ ուրախանում եմ, ինչ նվերներ են, սերմեր, ուրեմն սա լոլիկի սերմ է, խառը, լոլիկի սերմ է, սա Ռուսաստանից բերած լոլիկի սերմ է, խառը սորտերի, ձեռքի վերցրած է սա, բայց ասում եմ, որ շատ ընտիր է, այնքան ուրախացա այս սերմերի համար, չեք պատկերացնի, որ ուրախությունից բացականչեցի, ուրեմն էլի սենց տուփերով են, իրանք շատ քիչ է մեջը, երև մի 10-15 հատիկը, բայց ընտիր սերմեր են, սա կծու պղպեղի սերմ է, ոնց որ թե ծիծակ է, չգիտեմ, մի քիչ դեղնավուն է, ահա, սա մեկ, ծաղկա կաղամբ, էլի քիչ է մեջը, շոշափում եմ այսպես քիչ է, բայց դե այս տուփի սերմերը այսպես են, այդքան են լինում, սա էլ կցանեմ, մի հոտ նայեք ինչ սիրուն լոլիկի սերմ եմ նվեր ստացել, սա այսպիսի լոլիկ նաև Վայլբերիսում է կա, ուզում էի պատվիրել, ու իրա սերմերը ահա այստեղ են,
շոշափում եմ, մի քանի հատիկ են, ոչինչ, բայց շատ ինքը բերքառատ է, կցանեմ, հաջողությամբ թող ծլի, ես սերմ կվերցնեմ և ուզում եմ տարբեր տեսակի, տարբեր չափերի, սորտերի լոլիկներ աճացնեմ հողամասում գեղեցիկ, սա այսպես, դադամ, էլի լոլիկի սերմ, սա էլ երկարուկ պղպեղի նման մսոտ մարինատի էլի լոլիկներ են, սա էլ է, տեսեք սրա տուփը ցելոֆանով է, թափանցիկ է, մի քանի հատ է, 2, 4, 6, 8, 10, 12, 15 հատ է, իրանց ծլողականությունը շատ բարձր է, ահա, սա էլ այսպես, տեսեք ինչ տեսականի է, դադամ, սա էլ է էլի մանր լոլիկի սորտ է, ինքը անցած տարի էր, չէ, նախ անցած տարի իմ հողամասում մի հատ աճել էր, այնքան համով էր, ինքը սև երանգի խփող էր, այստեղ տուփի վրա գրած է չորնի շոկոլադ, շատ հետաքրքիր գույն է, ահա, սրանք էլ իմ նվերները, որոնց համար ես շատ ուրախացա և որի համար էլ շնորհակալություն եմ հայտնում ինձ նվիրողին, թող ձեր բերքն էլ առատ լինի, դուք էլ ինչ կցանեք, թող մեկը 1000 լինի, առողջ վայելեք, ես էլ հավաքեմ իմ նվերները, այսպես դնեմ այստեղ, կան բացեմ, լվացը, տեսեք, ինչ բռնեցի, այստեղից սահեց, որ ընկներ, ընտիր էր շատ, և ճաշն էլ արդեն բավական է, որ եռա, հերիքա բոլա, շատ չեռա քռա, չէ, ասում ենք եռած քռած, քռալը որն է, որ ասում ենք պակասելն է, էլի, եռած քռած, գոլորշին չի թողում, որ երևա, ահա, այսպես համեղ ճաշ, սոխառածով, փոշիածով, կարմիր լոբով ճաշ, դե ինձ սիրելի հետևորդներ ջան, այսօրվա համար այսքանը, լավ եղեք, առողջ եղեք և բաժանորդագրվեք իմ ալիքին, տեսնեմ թող թասերի մեջ սառի, անհամբեր ենք, շատ սոված ենք, ինչպես նաև էլի շատ գործեր ունենք, հաջողություն, բարի գիշեր, չմոռանաք լայքերի մասին, լայքեք ու բաժանորդագրվեք,